Սա շատ պարզ բան է, բայց սա հասկանում են քչերը։ Կարիերայի եռանկյան մեջ կան մարդիկ, ովքեր վաստակում են եւ 10 միլիոն եւ 100,000 դրամ։ Ինչու են տարբերվում այս մարդիկ։ Ես դες ասեմ, որ մեր հասարակության մեծ մասը վաստակում է 100,000 դրամ։ Որովհետեւ իրանք մեր կարիերայի սանդղակում հանդիսանում են երեխաները։ Սրանք այն մարդիկ են, ովքեր իրանց պետք է ամեն ինչ ասել, պետք է ասել, այս վերցրու տարդիր ընդեղ, այս մարդը կգա իրանք ասես այս ինչ բան, երբ որ հեռախոսը զանգի դու վերցրի ասա այս ինչ բան։ Սովորաբար այն մարդիկ են, ում պետք է 24 ժամ հսկել եւ ամեն րոպե ասել, թե իրանք ինչով են զբաղվել եւ ուշադիր լինել իրանց գնալ իրանց վրա կամերաներով, որ իրանք անպայման անեն այն ինչ որ դու իրանց ասել ես։ Եվ իրանք կազմում են մեր հասարակության 80%-ը, ինչքան էլ որ զարմանալի է։ Եվ կան մեր հասարակության մի հատ ավելի փոքր շերտ, որը կազմում է մեր հասարակության 10%-ը, սրանք արհեստավորներն են։ Արհեստավորները իրանք շատ աշխատասեր մարդիկ են, իրանք կարող են տորթեր թխել, մանիկյուր անել, վարսահարդարում անել եւ այլն, էպիլյացիա անել։ Այս են մարդիկ են, ովքեր կան նույնիսկ 24 ժամ աշխատելով բավական լավ վաստակել, նույնիսկ կան մարդիկ, ովքեր 500,000, կարող են 200,000-ից մինչև 500,000 այս մարդիկ վաստակել։ Զուտ իրենց աշխատասիրության հաշվին այս մարդիկ միայնակ են աշխատում, իրանք գլուխները կախ 24 ժամ կարող են աշխատել եւ փող աշխատել։ Եվ կան մեր հասարակությունում մի ավելի փոքր տոկոս, որ կազմում է եւ թե 7% մեր հասարակության, այս մարդիկ իրանք գործարար մարդիկ են։ Գործարար մարդիկ իրանք այն մարդիկ են, ովքեր վարձում են մեծ հաշվով երեխաներին։ Նրանց ում իրանք պետք է թելադրեն, ասեն, վերահսկեն եւ այլն, եւ գործարարները կարող են ստեղծեն կոլեկտիվ, բիզնես, վարձեն մարդկանց եւ իրանք կարող են նույնիսկ վաստակել 1 միլիոն, 2 միլիոն եւ նույնիսկ ավելին, որովհետեւ իրանք կարող են գտնել իրենց համար լավ կադրեր։ Եվ գոյություն ունեն մի շատ փոքր հատված մարդկանց, իրանք կոչվում են լիդերներ կարիերայում։ Լիդերները այս են մարդիկ են, ովքեր կարողանում են իրենց բիզնեսը մասշտաբայնացնել։ Այսինքն իրանք կարողանում են, իրանք օրինակ եմ ասում, ռեստորան բացեցին, իրանք կարողանում են լավ կադրեր գտնել, լավ լիդերներ գտնել, իրանք զարգացնել ու մի ռեստորանը մի հատ էլ ուրիշ քաղաքում բացել, իրանք խանութը մի հատ էլ ուրիշ քաղաքում բացել։ Իրանք գնում են ռիսկեր, իրանք անում են ներդրումներ եւ այլն եւ բազմապատկում են իրանք բիզնեսը ու կարողությունը։ Նույնիսկ ճգնաժամային ժամանակներում լիդերները կարողանում են բիզնեսում աճել։ Այն պատճառով, որ իրանք միշտ ունեն լավ կադրեր, իրանք կարողանում են ստեղծել նոր լիդերներ։ Խնդրում գրեք, որ մակարդակի վրա եք դուք գտնվում եւ որտեղ